Ծրագրությունները հավաքեիք, այլ տեխնացու դնեիք անունը, ոչ թե գրեիք Նիկոլ Փաշինյան։ Իրենք նորից երկրորդ անգամ առաջադրել են Նիկոլ Փաշինյանի տեխնացությունը։ Այդ ժամանակ արդեն հանրապետական կուսակցությունը ոչինչ չէր կարող անել։ Տիկին եկեք անկեղծ ասենք, նրանք չեն էլ կարող այլ անուն առաջադրել այդ շրջանում, որովհետև Երևանի փողոցներում տեղուդադար չկա։ Բայց ինչի՞ եք հանրապետականին մեղադրում այդ դեպքում, որ հանրապետականը հրաժարական տվեց այդ պահանջներից ելնելով, եւ հանրապետականը այլևս այդ պահին, եկեք օբյեկտիվ ասենք, մոլորված էր։ Հանրապետականը թևաթափ էր։ Ինչու էր մոլորված։ Հանրապետականը թևաթափ էր, որովհետեւ երկրում տեղի էր ունեցել դավաճանություն։ Երկրում տեղի էր ունենում իշխանափոխություն։ Դավաճանություն նկատի ունեք Դաշնակցությանը, որ ձեր կոալիցիոն գործընկերներն են մի շաբաթ առաջ ընտրեցին Սերժ Սարգսյանին, մի շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանին։ Դրա անունը եթե այո, ինչու՞ ոչ, իսկ դա ուրիշ անուն ունի։ Դա կարելի է այլ անունով կոչել, երբ որ որովհետև երբ որ դու գտնվում ես, դուք ասացիք, մեկ շաբաթ առաջ ընտրում եք Սերժ Սարգսյանին որպես վարչապետ, մեկ շաբաթ այդ ժողովրդի ճնշումը չկար։ Այդ ժողովրդի ճնշումը արդեն կար, այդ մարդիկ, այդ մի քանի հոգին արդեն սկսել էին քայլել Գյումրիից։ Եվ այստեղ հենց որ որևէ մեկը պարապ է մնում եւ ուզում է իր ճակատելի եմ ասում, պարզերես անել, սկսում է հանրապետականին մեղադրել այն մեղքերի մեջ, որը հանրապետականը չի արել։